Երկու օր առաջ մարտի 12-ին գերմանական բորսայում թողարկվել է $750 միլիոն Հայաստանի Հանրապետության պարտատոմս։ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության փորձում է ևս $750 միլիոն պարտքով փող վերցնի, եւ դա ընդամենը կեսն է այն գումարի, որ անհրաժեշտ է Հայաստանին 25 թվականի բյուջեն կատարելու համար։ Բյուջեով նախատեսվեցավ 600 միլիարդ դրամի դեֆիցիտ, որը ֆինանսավորվելու է պարտք վերցնելով։ Ներկա պահին պարտքի սպասարկումը մեր բյուջեի երրորդ ամենախոշոր հոդվածն է, զիջում է միայն մի փոքր սոցիալական ծախսերին եւ անվտանգության գծող ծախսերին, թեպետ այս տենդենսիա թե պահպանվի, անշուշտ այն կարճ ժամանակ անց դառնալու է հիմնական ծախսային հոդվածը մեր բյուջեի, այսինքն ամենամեծ գումարը ծախսվելու է նախկինում վերցված պարտքերը սպասարկելու վրա։ Ընդ որում վերցվող պարտքերը հիմնականում ծառայում են երկու նպատակի։ Մեկը իշխանավորների լափի ախորժակները սպասարկելու համար է, մյուսը քաղաքացիների տրամադրությունը մի փոքր բարձրացնելու, ոչ ավել։ Այն ասֆալտները, որ գցվում են, այն դպրոցները, որ սարքվում են, դրանք միտված են ընդամենը մի փոքր տրամադրություն բարձրացնել։ Էական ազդեցություն տնտեսության վրա դրանք չունեն եւ ըստ էության մեր տնտեսությունը աստիճանաբար մահանում է, դրա մասին է վկայում նաեւ հնայի կառուցվածքի մեջ արդյունաբերության եւ գյուղատնտեսության անկում ապրող մասնաբաժինները։ Աճում են միայն ծառայությունները եւ առևտուրը։ Կոպիտ ասած, մեր պետությունը փող է վերցնում, այդ փողը մասամբ անիվներով եւ եվրոասֆալտներով դուրս է գրվում եւ գնում է իշխանավորների գրպանը, մնացած մասով բաժանվում է ժողովրդին, որ իրանք եւս մի քանի օր կարողանան իրենց թույլ տան որոշակի հաճույքներ։ Փաստացի մեր տնտեսությունը եւ ըստ այդմ պետությունը առհասարակ գտնվում է կոմայի մեջ եւ այդ կոմայի մեջ գտնվող մարմնին միացված է արհեստական շնչառության համակարգ, որի միացնել անջատելու ճտիկը սակայն մեր ձեռքերում չէ։ Այդ որոշումը այսուհետ կարողանալու են կայացնել այն մարդիկ կամ կառույցները, որոնք կգնեն կամ չեն գնի մեր պարտատոմսերը, կտան կամ պարտքով փող չեն տա Հայաստանին։ Եվ եթե այդ որոշումը կայացվի, որ Հայաստանին այլևս պետք չէ ֆինանսավորել, խոսքը կրկնում եմ պարտքի մասին է, մեզ անհատույց չեն տալիս այդ փողերը, բայց նույնիսկ այդ պարտքը եթե մեզ չտան, Հայաստանի ֆինանսական համակարգը կոլապսի է ենթարկվելու։ Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մի պայծառ արարոտ արտանալով դուք կփորձեք ձեր վաստակած գումարները ձեր բանկային հաշվից հանել եւ չեք կարողանա դա անել։ Որովհետեւ տնտեսական փչված փուչիկները տրակել են եւ մեզ, մեր պետությանը այլևս չեն ուզում ֆինանսավորել այդ փուչիկները կենսունակ պահելու համար։ Մեր պետության տակ դրվել է մի մեծ ռումբ, այդ ռումբը չունի ժամացույց, բայց ունի ճտիկ։ Եվ եթե այսօր այդ ճտիկը օգտագործում է ինչ-որ զիջումներ կորզելու համար, օրինակ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շրջանակներում, վաղ այդ ճտիկը կարող է գործել, եթե ոմանց թվա, որ իրանք շատ ավելի արդյունավետ կարող են շահագործել մեր պղենզի եւ մոլիբդենի հանքերը։
շատ ավելի արդյունավետ, քան մենք ենք դա անում։ Ոմանց կարող է թվալ, որ Սևանի քաղցրահամ ջրի ռեսուրսը կարող է շահագործվել շատ ավելի արդյունավետ, քան մենք ենք դա անում։ Եվ եթե մենք հանկարծ հաշվի չառնենք այդ կարծիքները, մեզ ընդամենը կզրկեն պարտք վերցնելու հնարավորությունից։ Սա է իրականությունը։ Ինչպես օրենք, մեր քաղաքական դաշտը իր վերլուծաբաններով, փորձագետներով հանդերձ արձանագրում է ստեղծված իրավիճակներին շատ ավելի ուշ, քան անհրաժեշտ էր իրավիճակը փոխելու համար։ Հետևաբար կոմայում գտնվող այս մարմնի ապագա անելիքների վերաբերյալ ելույթները կսկսեն մի քանի ամիս հետո։ Մինչդեռ արդեն այսօր իրավիճակը անդառնալի է։ Կհանդնվեն փորձագետներ, որ իրանց վերլուծություններով ձեր գլուխը կտանեն, կհայտնվեն քաղաքական գործիչներ, որոնք ըստ էության կզբաղվեն քաղաքական բարիգությամբ եւ ինչ որ շատ բարդ խնդիրներին շատ պարզ լուծումներ առաջարկելով կփորձեն քաղաքական դիվիդենտներ շահել, դա սակայն որևէ ազդեցություն չի ունենա իրավիճակի վրա։ Ես կարծում եմ իրավիճակը անդառնալի է։ Այսինքն ես չեմ պատկերացնում, թե ինչ լուծում պետք է տրվի այս իրավիճակին։ Ես չեմ պատկերացնում։ Օրինակ, հույժ գաղտնի պահվող 750 միլիոն դոլար պարտատոմս թողարկելու մասին լուրը ես ունեմ, ի տարբերություն շատերի, բայց ինչա պետք անել, որպեսզի իրավիճակից դուրս գալ, ես չգիտեմ։ Տարիներ առաջ, երբ ինձ հարցնում էին, խորհուրդ էին հարցնում, թե ինչա պետք անել, ես ինչպես օրենք ասում էի, որ կարևորը լավ մարզավիճակում գտնվելն է, սպորտով զբաղվելը, եւ սեփական առողջությանը հետևելը։ Հիմա սակայն կարծում եմ, որ այդ մարտավարությունը այլևս արդիական չէ։ Ստեղծված իրավիճակում ՀՀ առանձին վերցրած բռնակիչը իր համար մի կարևոր հարցի պետքա պատասխանի եւ այդ պատասխանից ելնելով որոշումներ կայացնի։ Հարցը հետեւյալն է. շարունակելու ես դու արդյոք ապրել Հայաստանում։ Գիտակցելով, որ այն կորուստները, որ մենք կրել ենք, անդառնալի են եւ ապագան շատ մշուշոտ մեղմ ասած։ Եթե կգտնվեն մարդիկ, ովքեր որ իմ նման այնուամենայնիվ որոշել են, որ իրանք մնալու են Հայաստանում եւ փորձելու են իրանց փայ հասած խաչը ինչքան հնարավոր է քաշեն, պետք է հասկանան, որ միակ միջոցը, որ հիմա իրեն կարող են ձեռնարկել, դա մի փոքր տնտեսություն ստեղծելն է, մասնավորապես գյուղատնտեսություն։ Վերջին մի քանի տարիների ընթացքում ես եւ իմ ընկերները եւ եղբայրները որոշակի ենթակառուցվածք ենք ստեղծել, որի արդյունքում ես որոշակի վստահությամբ կարող եմ պնդել, որ իմ հարազատներին, իմ շրջապատին կարող եմ աղետալի իրավիճակներով ինչ որ ժամանակահատվածի ընթացքում մատակարարել անհրաժեշտ քանակությամբ միս, ձու, կանաչեղեն, մթերք։ Իմ խորհուրդն է ձեզ, գոնե մի 500 քառակուսի մետր հող վերցնեք, փորձեք հավ պահեք, ինչ որ բույսեր մշակեք, որպեսզի X պահին դա ձեզ ինչ որ ժամանակ տա։ Դրանից զատ խորհուրդ կտայի, եթե ունեք խնայողություններ այն չպահել բանկերում, ունենալ կանխիկը ցանկալի է լինի հեշտ կոնվերտացող, արտարժույթով կամ երևի նույնիսկ ոսկով,
Եթե արել եք ներդրումներ անշարժ գույքի մեջ, արդեն կորցրել եք ամենա օպտիմալ ժամանակաշրջանը դրանից ազատվելու, դա անցած տարվա հոկտեմբերն էր, բայց խորհուրդ կտամ ինչքան հնարավոր աշուտ դրանից ազատվել։ Ես չեմ կարող ասել, այս փուչիկը երբ հապայթելու։ Կարող եմ ընդամենը ասել, որ վերջին տարիների պրակտիկան հուշում է, որ եթե աղետ կարող է լինել, այն անպայման լինելու է։ Ստեղ խնդիրը նույնիսկ ժամանակահատվածը չի։ Խնդիրը նրանում չի, թե ինչքան ժամանակ ունենք մենք, մինչև աղետը տեղի ունենա։ Խնդիրը նրանում է, որ մենք չենք որոշողը, թե երբ դա տեղի կունենա։ Այդ որոշում կայացնողը այն մարդիկ են, ովքեր Հայաստանին սնուցում են ֆինանսով, առանց որի Հայաստանը չի կարող ինքնուրույն այլևս գոյություն ունենալ։ Եվ այս իմ ուղերձը ըստ էության նրա մասին չէ, թե ինչ կարող ենք մենք անել, որպեսզի խուսափենք։ Ասում եմ անկեղծորեն, ես չեմ կարծում, որ կարող ենք։ Ես լուծումը չեմ տեսնում։ Ես ընդհանրապես ուզում եմ ձեզ խորհուրդ տամ ձեր գլխի ճարը տեսնեք։